Ռոբերտ Քոչարյանը չի փոխում։ Եվ զարմանալի չէ, որ չի փոխում, բայց մյուս կողմից զարմանալի է, որտեղ ժամանակները փոխվել են, անվտանգության միջավայրը փոխվել է, աշխարհը փոխվել է, Ռոբերտ Քոչարյանը մնացել է նույնը։ Եվ դրա համար Ռոբերտ Քոչարյանից սպասելի է նման հայտարարություններ։ Ռուսաստանի վերաբերմունքը, Ռուսաստանի քաղաքականությունը, ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել։ Մնացել է նույնը, Ռուսաստանն էլ չի փոխել իր մոտեցումը եւ վերաբերմունքը Հայաստանի։ Հայաստանը որպես անկախ պետություն իրավունք չունի գոյատևել։ Լավագույն դեպքում Բելարուսիայի նման մի ստատուս պետք ունենա, բայց կարելի է այդ ստատուսն էլ վերցնել, նայելով ինչ է կատարվում Ուկրաինայում, երբ Ուկրաինային զրկում են ինքնություն, պետական ինքնություն ունենալուց, այդ ճանապարհի վրա եւ Ռուսաստանը միշտ դրա մասին խոսում էր։ Պուտինը ասում էր, հայտարարում էր, իր նպատակն է վերականգնել սովետական միություն, Ռուսաստանի կայսրությունը։ Ոչ Ռուսաստանի կայսրությունում, բայց սովետական միությունում անկախ Հայաստան չի եղել։ Ռուսաստանը չի փոխել դիրքերը, եւ Ռոբերտ Քոչարյանը, որպես Ռուսաստանի շահերի ներկայացնող քաղաքական եւ պետական ժամանակի գործիչ, չի փոխել վերաբերմունքը։ Ռոբերտ Քոչարյանի համար եւ Ռուսաստանի համար խնդրեմը լրիվ ուրիշ ասպարեզում է, ոչ պետականաշինության, ոչ հայ ժողովրդի զարգացման։ Դրա համար չեմ կարծում, որ մենք պետք է շատ այդքան երկար ժամանակ տրամաբանենք Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի հետսովետական Հայաստանը եւ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ վերջացրել են իրան ազդեցությունը այսօր կուսակցության 5-10% եւ չեմ կարծում, որ մենք պետք է լուրջ վերաբերվենք Ռոբերտ Քոչարյանին։ Մենք ապրում ենք այնպիսի անվտանգության միջավայրում, որ թշնամիները եւ կողմնակիցները շատ շուտ փոխվում են։ Այդ պետք է հաշվի առնել։ Եվ այս հայտարարությունը խոսում է նրա մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունները կմնան ավելի կայուն եւ կայացած։ Մեզ համար դա լավ մոտեցում է կարծիքով, բայց ով է Իրանի թշնամին այսօր եւ ով է կարող լինել վաղը թշնամի, շատ դժվար է ասել, դու այդ հնարավորությունը չունես։ Եղել է մի ժամանակ եւ Իրանի եւ Միացյալ Նահանգները թշնամիներ են եղել։ Հետո հիմա կա ինչ որ հավանականություն, որ տեղի կունենա պայմանավորվածություն եւ Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կտրուկ կփոխվեն։ Որպես զուգահեռ ով կմտածեր, որ մի քանի օր առաջ Թրամփը հայտարարեց, որ Սիրիայի հետ ամեն ինչ նորմալ է, սանկցիաները հանել են եւ պատրաստում են ձևավորել հարաբերությունները մի առաջնորդի հետ, որը եղել է Ահաբիկ Չակյան, Ալ-Կաիդայի ներկայացությունն ա եղել եւ պատկերացնել մի շաբաթ առաջ, որ Միացյալ Նահանգների նախագահան կարող է ձեռք սեղմի Ալ-Կաիդայի ղեկավարի մեկը անհնար էր ուրում, բայց այդ տեղի ունեցել։ Ինչու է տեղի ունեցել։ Որտե միջավայրը փոխվում է, մնում են քո ազգային շահերը եւ ելնելով քո ազգային շահերից դու ձևավորում ես ռազմավարություն եւ քաղաքականություն։ Միջավայրը երբ փոքրիկ փոփոխություններ տեղի ունեն, դու պիտի փոխվես, բայց Ռոբերտ Քոչարյանը չի փոխվել։ Ռուսաստանը փոխվում է, համակերպվում է, բայց մենք չենք փոխվել, այստեղ խնդրեմ առաջանում։ Եվ Ռոբերտ Քոչարյանն ներեցեք խոսում է, պիտի դնեք երկու ուժային կենտրոնների հարաբերությունների մեջ, Իրանի եւ Ռուսաստանի մեջ, ես միշտ ասում եմ եւ նորից կասեմ, Հայաստանի ռազմավարությունը, քաղաքականությունը պիտի լինի դուրս գալ ուժային կենտրոնների հարաբերություններից։ Պետք չէ լինել ռուս-թուրքական հարաբերությունների մաս, պետք չէ լինել ռուս-իրանական հարաբերությունների մաս, պետք չէ լինել Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Չինաստանի հարաբերությունների մաս։ Հայաստանը որպես երկիր, անկախ երկիր, պիտի կառուցի երկկողմանի հարաբերություններ ուժային կենտրոնների հետ եւ խուսափի այն լուծումներից, որտեղ դու դառնում ես ինչ-որ մեծ լուծումների մի մաս։ Այդ լուծումները վերջում բերում են քեզ պարտության, փաստորեն։ Ոչ մեծ պետությունները, երկիրները, որոնք նրանց պաշտպանել, պիտի դուրս մնան այդ հարաբերություններից, որտեղ հարաբերությունները կարող են կտրուկ փոփոխվել։ Այսօր Ռուսաստանը եւ Իրանը դաշնակիցներ են, բայց երբ Թրամփը փորձել է լուծել եւ փորձում է լուծել կա Թրամփի եւ Միացյալ Նահանգներում, փաստորեն այսօր շատ վտանգավոր է, ոչ կայուն վիճակ է կարելի ասել Իրանի նկատմամբ։ Այսօր պարզվում է, որ կա երկու լուծում, երկու սցենար։
Իրանի հետ կառուցել հարաբերությունները, մեկը ռազմական գործողությունների, ռազմական սցենարն է, մյուսը խաղաղության սցենարն է։ Տրամպը փորձում է գնալ դիվանագիտության խաղաղության ճանապարհով եւ կառուցել փոխել կտրուկ հարաբերությունները Իրանի հետ։ Եվ դա կլինի լավ լուծում եւ Հայաստանի համար եւ տարածաշրջանի համար։ Եթե Միացյալ Նահանգները կարողանա այդ քայլը անել, փաստորեն Մերձավոր Արևելքում հույս է առաջանում, որ կարող է խաղաղություն լինի, բայց ավելի մեծ լայն շրջանակներ Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավում Իսրայելում կտրուկ դեմ են նման մոտեցումների եւ ուզում են, որ Միացյալ Նահանգները անցնի ռազմական գործողությունների եւ որ մոտեցումը կհաղթի, այսօր ասել ոչ մեկը չի կարող։ Տրամպ ուզում է խաղաղություն, բայց իր միջավայրը ուզում է պատերազմ շատերը, նեոկոնսերվատորները եւ մնացած այդ նոծումները։ Եվ այդ վիճակում եւ Միացյալ Նահանգները պատրաստում են պատերազմի սցենարի դեմ, ինքը ուզում էր ունենալ աջակցություն Ռուսաստանի կողմից եւ Ռուսաստանը միանգամից ներեցեք ճակետներում ծախեց Իրանին եւ ասեց, եթե Միացյալ Նահանգները ասեն ռազմական լուծումների, Ռուսաստանը կաջակցի, չեզոք կմնա կամ կաջակցի նման գործողությունների։ Դրա համար այսօր նորից եմ կրկնում, Ռուսաստանը, Իրանը դաշնակիցներ են, բայց վաղը կարող է դառնալ թշնամի։ Եվ ինչու դու դառնում ես Ռուսաստանի ռազմական հետ հարաբերություններ ունեցող պետություն, քո թշնամացնում քո հարաբերությունները Իրանի հետ։ Մի գնա այդ ճանապարհով, կառուցի քո սեփական հարաբերությունները, ունեցի քո հարաբերությունները ոչ մեկի հետ չկապվելով։ Դրա համար Քոչարյանի մոտեցումը եւ Հայաստանի քաղաքականության մոտեցումը ի սկզբանե պետք է լրիվ ուրիշ։ Պետք չէ ունենալ որևէ մի համաբերություններ հաշվի առնելով ուրիշ շահերը։ Դա կորսական ճանապարհ է, եւ մեկ այդ ճանապարհի վրա կորցրել է Արցախը փաստորեն։ Ցավոք սրտի հայ-ռուսական հարաբերությունները կայուն են, կայացած են եւ որևէ փոփոխություններ ես չեմ սպասում։ Դրա համար սպասել ինչ կարող է փոխվի։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի մոտեցում ռազմավարական տենդենսներ փոխել չի ուզում, ինքը մնում է Ռուսաստանի դաշնակից եւ մնում է Ռուսաստանի բացարձակ ազդեցության տակ, ոչ մի բան չի փոխվել։ Եվ վերջի այցը Նիկոլ Փաշինյանի Կրեմլ դա բավականին պարզ եւ հստակ ցույց հայտվել էր նկարները, որ մենք տեսել ենք այնտեղից ինչ է տեղի ունենում եւ ոնց են վերաբերվում Հայաստանին եւ ոնց են պատրաստվում կառուցել Հայաստանի հետ հարաբերությունները։ Ուղղակի Լավրովն է գալիս, որտեղ Հայաստանի քաշը դերը ինքան փոքրացել է, որ արդեն անպայման չի, որ Պուտինը գնա այդ ճանապարհով եւ հարաբերություններ լինեն Պուտին-Նիկոլ Փաշինյանի հետ։ Հերիքա, որ արտգործնախարարը գա եւ ինչի պետք է հասցնի Նիկոլ Փաշինյանին։ Այդ ուղղակի ինձ համար որ Լավրովն է գալիս եւ Լավրովն է ճակետներում խոսքը բերում, նշանակում է, որ Հայաստանը նորից միաստիճան ընկել է իր վերաբերմունքը, իր հարաբերությունը, իր քաշը հարաբերությունների Ռուսաստանի հարաբերությունների մեջ եւ դա բնական է, որտեղ եթե դու ամեն ինչ հանձնում ես, ամեն ինչին պատրաստ ես, քեզ հետ այդպես են վերաբերվում։ Դրա համար ես Լավրովից որևէ բան չեմ սպասում եւ Ռուսաստանից ոչ մի բան չեմ սպասում։ Ինչ կարելի է սպասել Ռուսաստանից, մեկ գիտեք, մենք արդեն ստացել ենք 2020-25 թվականների Ռուսաստանից ինչը արժանի է ցավոք սրտի։ Դրա համար ես ավելի շուտ մտածում եմ ինչ կնի Իրանի շուրջ, ես ավելի շուտ մտածում եմ ինչ կնի Թուրքիայի հետ, եթե Թուրքիան գնա անկայունության ճանապարհով, ոնց ինչ է կանելու Թուրքիա Մերձավոր Արևելքում, Սիրիայի տարածքում լարվածություն Իսրայելի հետ ինչ կարող է տեղի ունենալ, կարող է փոփոխություններ տեղի ունենալ։ Թրամփը չգնաց Իսրայել, գնաց Սաուդյան Արաբիա, Պարսից ծոցի թագավորությունների, բայց Իսրայել չմտավ, կարող է այդտեղ փոփոխություններ լինել։ Թուրքիան թույլ չտվեց Նետանյահուն օդային տարածք օգտագործի այդտեղ։ Ես ավելի շուտ այդտեղ եմ նայում։ Ռուսաստանում փոփոխություններ չեն լինելու։ Ռուսաստանը փորձում է Ռուսաստանի դաշինքը փորձում է վերականգնել իր կայսրական համակարգը, դառնա նորից կայսրություն, դառնա նորից գերիշխանություն եւ կշարունակի ռուս-ուկրաինական պատերազմը, որ ինքը զբաղվում է, հիմնական ուղղությունով զբաղվում է, Ռուսաստանը չի փոխվել եւ մոտիկա 2025 թվականին չի փոխվելու։ Դրա համար ես Ռուսաստանի մասին չեմ մտածում։